թվականի պատասխանը չի հրապարակվել, ընդհանուր առմամբ դուք ինչ պատկերացում եք կազմել հրապարակված փաստաթղթերի մասին եւ արդյոք դրանք թերի են։ Եվ դրացնեմ նաեւ Key-West-ը չի հրապարակվել եւ շատերն ասում են, որ դե ավելի շատ հայկական ժամանակի հոդվածներն են, քան գույն փաստաթղթերը։ Նախ պետք է արձանագրել, որ եթե սկզբանե խոսում էր բանակցային գործընթացի վերջին 3 տասնամյակի փաստաթղթերի մասին, ապա դա պետք է ներկայացվեր ամբողջապես, դրանք պետք է ներկայացվեր բուն այն փաստաթղթերը, որոնք եղել են պայմանական ԱԳՆ-ում, եղել են ԵԱՀԿ-ում, այսինքն պաշտոնական մակարդակում քննարկված բոլոր փաստաթղթերի շրջանառությունը եւ տարակուսել է, որ դրանում ներկայացված է օրինակ 2018 թվականի Սերժ Սարգսյանի հարց ու պատասխանը խորհրդանում, որը բոլոր լրատվամիջոցները օրինակ հանրայնացվել է, կամ հրապարակված է իբրև թե փաստաթուղթ, բայց հղում հայկական ժամանակի ինչ որ հոդված է, որտեղ ներկայացած է այդ մեկնաբանություններով։ Երկրորդը, եթե ներկայացում է օրինակ գրություն, ապա բնական է, չէ, որ 3 տասնամյակի ընթացքում միակ գրությունը չի եղել 2016 օգոստոսին Սերժ Սարգսյանի գրությունը, օրինակ Վլադիմիր Պուտինին։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ այդ փաստաթուղթն է հանրայնացվել, որտեղ այդ փաստաթղթի հանրայնացումը ըստ էության ցույց է տվել Սերժ Սարգսյանի կարմիր գծերն ու սկզբունքները բանակցային գործընթացի հետ կապված եւ նաեւ հնարավորություն է ստեղծել Ռուսաստանից ստացվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծավալները եւ նաեւ որակական մակարդակը շատ ավելի բարձրացնել։ Բայց եթե խոսում ենք 3 տասնամյակի փաստաթղթաշրջանառության մասին, ապա դրանք ամբողջությամբ չեն ներկայացվել, եղածներից մի մասն էլ, ինչպես արդեն ասացի, եղել է խեղաթյուրված։ Սկսեմ 2019-ից, ձեր վերջին հարցից։ Տեսեք, 2019 թվականի համանախագահների ներկայացած փաստաթղթի ինտրիգը ինչու՞ն է։ Նախ առաջինը Հայաստանի իշխանությունը, ինչպես հիշում եք, տևական ժամանակ է, եթե չեմ սխալվում, շուրջ 1 տարի է, առասարակ հերքում էին նման փաստաթղթի գոյությունը, եւ դրա մասին ստիպված խոստովանեցին այն ժամանակ, երբ որ դրա մասին սկսեցին խոսել համանախագահները, Ռուսաստանի արտգործնախարարը եւ այլն, որից հետո այլևս հերքելու հնարավորություն այլևս չկար։ Սա մեկ։ Երկրորդը, սրա առանձնահատկությունը նաեւ այն էր, որ պատերազմից առաջ, 44-օրյա պատերազմից առաջ սա կողմերի ներկայացված վերջին փաստաթուղթներ եւ բնականաբար շատերի համար սա նաեւ փոխկապակցություն ունի 44-օրյա պատերազմին։ Երրորդ հանգամանքը սա վերաբերում է բանակցային փաստաթղթի վերաբերյալ իշխանության տեսակետի, որը մինչեւ հիմա հայտնի չէ։ Ես կասեմ, թե դա ինչով է հայտնի, բայց իշխանությունը համենայն դեպս դրա մասին չի խոսել, որովհետեւ եթե օրինակ վերցնենք 2008-18 ժամանակահատվածը, օրինակ խաղաղության համար 3-րդ նախագահի ժամանակահատված, կա փաստաթղթեր, կա այդ ժամանակահատվածում իշխանության եւ կոնկրետ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, փաստաթղթերի հետ կապված մոտեցումը, օրինակ 11 թվականի կազանին, երբ որ Հայաստանը ասաց, որ ես պատրաստ եմ ստորագրելու, Ադրբեջանը հրաժարվեց, այսինքն հանրությունը քաղաքական հասարակական շրջանակները կոնկրետ գիտեն այդ ժամանակահատվածում երկրի ղեկավարը ինչ մոտեցում ունի եւ դա կոնկրետ փաստաթղթերի նկատմամբ ինչպես է արտահայտում։ Հիմա սրա հետ կապված իշխանությունը չի արտահայտել, բայց կա այլ հանգամանք, որը վերջերս հանրայնացվեց ադրբեջանցի պաշտոնյայի կողմից, ով ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ եթե ես նման բան ստորագրեմ, ժողովուրդը ինձ կսպանի։ Այսինքն ցավով եմ ասում, իմ համար էլ ընդունելի չէ հիմնվել այլ երկրների ներկայացների մոտեցումից, բայց քանի որ իշխանությունը պաշտոնական մոտեցում չի արտահայտվել, դաշտում մնացել է միայն Ադրբեջանի կողմից ներկայացած մոտեցումը, ինչը փաստում է, որ հայաստանյան իշխանությունները դա մերժել են։ Սրա հավաստիությունը նաև կարող է նրանով արտահայտել, որ ադրբեջանցիներն ասում են, որ Հայաստանի իշխանությունը իրավիճակը բերել է այնպիսի կետի, որից հետո մենք արդեն դիմել ենք ռազմական գործողություններին։ Զուգահեռ սրա հետ կապված նաև Ադրբեջանը ներկայացնում, որ սա եղել է նաև Հայաստանի իշխանության դիրքորոշումների փոփոխությունը, մասնավորապես 2019-ի օգոստոսին, այսինքն այդ փաստաթուղթը կողմերի ներկայացնելուց 2-3 ամիս հետո Ստեփանակերտի վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Արցախը Հայաստանի վերջ անվանումը։ Հիմա փաթեթի հետ կապված, որն է սրա առանձնահատկությունը 19-ի հետ կապված։ Իհարկե 11 թվականի կազանից մինչև 19 թիվ Նիկոլ Փաշինյանի արդեն ժամանակահատված փաստաթղթում որոշակի փոփոխություններ եղել են, բայց սկզբունքների մոտեցումների առումով հիմնական դրույթները ըստ էության պահպանվել են։
Եվ ինչ է սրանից ստացվում, որ ներկայացվել է փաստաթուղթ, որտեղ ըստ էության նշված է եղել Արցախում համաժողովրդական այդ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով հանրաքվեի իրականացումը, որը պետք է ուներ պարտադիր իրավական ուժ, որը պետք է իրականացվեր 88 թվականի մարտահամարի ժողովրդագրական տվյալներով, երբ որ 75% եղել են հայեր, իսկ դրա իրականացումը ինքնին ուներ իրավական պարտադիր իրավական ուժ, եղել է այդ փաստաթղթի հիմքում 2019-ին։ Երկրորդը ամրագրված է հստակ Հայաստանի եւ Արցախի միջև անվտանգ կապի գոյությունը, հստակորեն նշված է այդ փաստաթղթերում նաև թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվեր Արցախում, հանրաքվեի իրականացում, միջազգային խաղապահների գործառույթների մասին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, համանախագահ երկրների, ԵԱՀԿ-ի, համանախագահների առասարակ անելիքների մասին։ Իհարկե դա հիմնական սկզբունքների եւ էլեմենտների շուրջ փաստաթուղթ է եղել, որի հիման վրա հետագայում պետք է խաղաղության մեծ պայմանագիրը ձևավորվեր։ Ես մի կարևոր դրույթի վրա եմ նաև ձեր ուշադրություն ուզում դարձնել, փաթեթները, որոնք ժամանակի ընթացքում գործող իշխանությունը փորձել է շահարկել, օրինակ այն փաստաթուղթը, որը վերաբերում է օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում ընդունված կամ բանակցվածներին, օրինակ տեղ նույնիսկ կա մանրամասնումներ հետևյալի մասին, որը շատ կարևոր է ու երեկվանից կարծես այդ մասը այդքան չի քննարկվել։ Նույնիսկ այնտեղ հստակ նշված է, որ պետք է աջակցություն լինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ձևավորվի դատական, օրենսդիր, գործադիր մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ։ Շատ հստակ դրված է, որ անվտանգությունը ապահովելու է ինքնապաշտպանական ուժերի եւ տեղի իրավապահ համակարգի կողմից։ Այսինքն ըստ էության ամբողջությամբ նկարագրված է այն մոտեցումները, որոնք հստակ արտահայտում են եւ մեր հանրության համար շատ պարզ է դարձնում, թե ինչ է բանակցվել մինչև 2018 թվականը, 3 տասնամյակի ընթացքում որ կետից եկել ենք, ինչ կետի ենք հասել, եւ դա որպես ժառանգություն ինչ է անցել Նիկոլ Փաշինյանը, եւ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ինչ է արել այս ամենի հետ։ Մեկ բան էլ նաեւ ստեղ ավելացնում, տեսեք, երբ որ 2019-ի բանակցային այս փաթեթը ներկայացվել է, որտեղ նշված է հստակ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, դրա իմպլեմենտացիայի մասին եւ այլն, ինչի մասին ես հիմա խոսում եմ։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները ինչ էին անում։ Գնում էին Մյունխեն հայտարարում են, որ կոնֆլիկտը պետք է կարգավորվի արդար հիմունքներով, արդարության սկզբունքներով եւ այլն։ Այսինքն եղած, բանակցված, լավարկված, չեմ ասում սա մեր երազների փաստաթուղթն է եղել, բայց եկել ենք մի կետի ենք հասել։ Յուրաքանչյուր եկող նոր ղեկավար պետք է շատ ավելի լավացներ դրա հնարավորությունները, բայց ինչ արել Նիկոլ Փաշինյանը, նախ իր հայտարարություններով ամբողջությամբ խեղաթյուրել է բանակցային գործընթացը, վնասել է բանակցային գործընթացը, եկել ենք, վերել ենք հասել ենք մի կետում, երբ որ մենք ունեինք մինչև 2018 թվականը Հայաստանի դիրքորոշումներ, որոնք ըստ էության համահունչ էին համանախագահ երկրների Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Ֆրանսիայի մոտեցումներին, եւ Նիկոլ Փաշինյան 2019 թվական, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում էր մի բան, որը ոչ միջազգային ընկալման տեսանկյունից էր հասկանալի եւ ընկալելի, ոչ էլ արտահայտում էր բանակցային գործընթացի այն առաջնահերթությունները, որոնք պետք է դրված էր Էջիպտի շահերի ակունքներին։ Պարոն Աբրամյան, դուք ասում եք 19 թվականի այսպես առաջարկով Արցախը մնում էր հայկական եւ պետք է հանրաքվե անցկացվեր։ Սակայն իշխանականները նաեւ կառավարությունում տեղադրված տեքստում ասում են, որ հանրաքվեն անցվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում պետք է անցկացվեր եւ եթե անցկացվեր դա նշանակում է մենք ապա լեգիտիմացնում ենք 91 թվականին անցկացված հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում եւ վերադարձ է կատարվում նորից զրոյական կետի, ինչպես կարտեզանքել։ Այն փաստաթղթերը, որոնք հրապարակված էին, խոսում էին Լեռնային Ղարաբաղում տեղ ունեցող հանրաքվեի մասին։ Շատ բարձ գրված է ձևակերպումները։ Ավելին ասեմ, եթե նկատել եք, գրեթե բոլոր պարբերություններում նշում էր, որ սա պետք է տեղի ուներ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ քննարկմամբ, նրանց համաձայնացմամբ եւ այլն։ Այսինքն Լեռնային Ղարաբաղը որպես գործում բոլոր կետերում գնում էր։ Դեռ չեմ ասում այն միջանկյալ կարգավիճակը, որը շատ ավելի ուժեղացնում էր Լեռնային Ղարաբաղի որպես սուբյեկտ լինելու կարգավիճակը, մինչև այդ բուն հանրաքվեի գործընթացը եւ դրա տրամաբանական ելքը, բայց ըստ էության հանրաքվեն, հատկապես որ այնտեղ ներկայացված է 88 թվականի ժողովրդագրական վիճակը, բնական է չէ, որ այդ վիճակը վերաբերում էր կոնկրետ
նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին վերաբերող, այսինքն այնտեղ գրված տեքստը որևէ բան չի հուշում ողջ Ադրբեջանի տարածքում տեղ ունեցող որևէ փոփոխության մասին։ Մի կարևոր բան եմ ուզում այստեղ ասել։ Հիշում եք, որ պատերազմից հետո, երբ որ հանձնվում էին բազմաթիվ տարածքներ նոյեմբերին փաստաթղթով, իշխանությունները ասում էին, գիտեք, Շուշի հարցը վաղուց ա եղել եւ այլն եւ այլն։ Հիմա թող մեկը նայի այդ փաստաթղթերին, ասի Շուշի հարց եղել է թե չի եղել։ Ես չեմ ասում դեռ այն մասին, որ 18-ից 20 թվականների Փաշինյանի կառավարության առանցքային անդամներից արտգործնախարար Զորաբ Մնացականն էր նաև ասել, որ Շուշի հարցը չի եղել եւ այլն, նրա մամուլի խոսնակն է նաև դրա մասին մեկնաբանություն ներկայացրել, այսինքն բացի այդ, որ իր կառավարության անդամներն են ասել, որ նման բան տեղի չի ունեցել, այս փաստաթղթերի հանրայնացումը մարդկանց նաև հնարավորություն է տվել ծանոթանալու տարբեր փուլերում եղած իրավիճակի, նրան թե ինչ է առաջարկել Նիկոլ Փաշինյանը եւ ի վերջո ինչ է արել Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հետ։ Հասկանեք, մնացած բոլոր շահարկումները նույնիսկ տեղը չկա դրան, ես դրանց դաշտը չեմ տեսնում, որտեղ պետք է շահարկվի։ Այս համատեքստում օրինակ երբ որ խոսում է, որ տեսեք, միգուցե բանավեճ լինի եւ այլն, ես կարծում եմ, որ այս փաստաթղթերի հանրայնացումը ինքնին արդեն ցույց է տալիս, որ բանավեճ ածված արդեն գոյություն չունի, որտեղ մարդիկ կարդացել են իրենց եզրահանգումներն արել են եւ արդեն բոլորի համար շատ ակնհայտ է, թե ով որ փուլում ինչ գործընթացի է գնացել, ինչ կարմիր գծեր է ունեցել, ինչ սկզբունքներ է ունեցել, ինչ դիրքորոշում է արտահայտել եւ ի վերջո ինչպես է գործել։ Նաեւ հրապարակվել է Սերժ Սարգսյանի նամակը ուղղված